Շնորհակալություն, պարոն Անասյան զեկույցի համար շնորհակալություն, իմ հարցը վերաբերում է բյուջեի դեֆիցիտին, պակասուրդին, որը 2024 թվականին կազմել է 188 միլիարդ դրամ։ Հիմա հարցս հետևյալն է, ինչպես է գնահատում պակասուրդի այդ ծավալը, եւ դուք որպես տնտեսագետ ինչպես է գնահատում պակասուրդը ինքը կարող է ինքը շարունակական լինել, թե մենք պետք է մտածենք, թե որոշ этап հետո դա թույլ չպետք է տանք, որ անընդհատ եւ շարունակական լինի եւ պետք է նաեւ ծախսերի արդյունավետության հետ կապված որոշակի միջոցառումներ ձեռնարկվեն։ Ինչպես գիտեք, սա տնտեսագիտական վեճ է ողջ աշխարհում եւ շատերը գտնում են, որ դեֆիցիտը ճիշտ է, մի որոշ մասը գտնում են, որ դեֆիցիտը սխալ է։ Ուզում ձեր տեսություն, ձեր մոտեցումը բյուջեի դեֆիցիտին եւ ինչպես է գնահատում հենց 188 միլիարդը։ Այսինքն մենք նախատեսում ենք սա շարունակական ավելացում, ասենք մյուս տարի պակասուրդը 200 միլիարդ կամ 300 միլիարդ, թե նախատեսում ենք, որ պետք է իջնենք 100 միլիարդի սահմաններում։ Կարծում եմ, որ խիստ կապակցված են ծախսերի արդյունավետությունը բյուջեի դեֆիցիտի հետ։ Ճիշտ է, դեֆիցիտը ինքը խթանիչ է հանդիսանում տնտեսության զարգացմանը, բայց ինքը պետք է ունենա նաև չափելիություն։ Այսինքն դա չպետք է գնա ծախսերի անարդյունավետության հաշվին, այլ պետք է ավելի շատ մեր տնտեսության զարգացմանը միտված լինի։ Ձեր գնահատականը այս հարցին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Բագրատյան։ Նախ ասեմ, որ 2024 թվականին պլանավորված դեֆիցիտը 4.6% էր։ Փաստացի իրականացվել է 3.7% եւ ես իմ զեկույցում նշեցի, որ ես ուրախ եմ, որ մենք դա չենք արել մեր աճը տուգանելու միջոցով։ Ինչպես գիտեք, 2025 թվականի դեֆիցիտը կազմում է 5.5%, որովհետև մենք որոշում կայացրեցինք ապագայի ծախսերի մի որոշ մասը անենք 2025 թվականին եւ հետզհետե նվազեցնենք մեր դեֆիցիտը։ Ես համաձայն եմ այդ մտքի հետ, մենք այդ ճանապարհով պետք է գնանք, որը նաև կապ ունի տոկոսադրույքների, պարտքի սպասարկման ծավալների աճի զսպման տեսանկյունից եւ միջնաժամկետ ծախսային ծրագրով մենք շատ հավակնոտ մի ծրագիր ենք ներկայացրել, որով պլանավորում ենք մինչև 30 թվականը դեֆիցիտը իջացնենք մինչև 1%-ի։ Ես շատ մեծ հույս ունեմ, որ մենք կարողանանք այս ուղղությամբ հաջողություններ ունենանք, որովհետև համաձայն եմ նաև դա պայմանավորված է նրանով, թե որքանով մենք կարողանանք գնահատել մեր իրականացվող ծախսերի արդյունավետությունը եւ այն, որոնք արդյունավետ չեն, դրանք հետզհետե հանել մեր ծախսերից։ Եվ դրա համար նշեցի նաև, որ ուրախ եմ, որ մենք արդեն ունենք այսպիսի մի ստորաբաժանում, որը հենց իր հիմնական խնդիրը հենց այդ ծախսերի արդյունավետությամբ զբաղվելն է, ավելի որակյալ, այսպես ասենք, որակյալ վերլուծության արդյունքում հայտնաբերել այդ չաշխատող ծրագրերը, բայց ինչպես կարող եք ենթադրել, դա բավականին ծավալուն մասնագիտական աշխատանք է, որը մեկ օրում արդյունք չի տալու, մենք կարողանալու ենք, ասենք, տարվա ընթացքում 5-10 հիմնական ծրագրեր գնահատել, բայց դա էլ կարծում եմ դրական արդյունք կլինի։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։